Մոսկվան բարձր է գնահատում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում գրանցված առաջընթացը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել է այսօր։ Վերջին 4 օրվա ընթացքում սա Լավրովի և Միրզոյանի երկրորդ հեռախոսազրույցն է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Երևան Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Սա արտգործնախարարի պաշտոնում Արաղչիի առաջին այցն է Հայաստան։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված քայլերը, հույս հայտնելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցությունը պահանջում է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանից արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել և մրցել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ։ Կիրակի օրը Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության անդամները հաջորդ նախագահական ընտրություններում քաղաքական ուժի թեկնածու են ընտրել Իմամօղլուին։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին և նրա աջակիցներին ազատ արձակելու պահանջով Թուրքիայում բռնկված վերջին օրերի հակակառավարական ցույցերի ավելի քան 1100 մասնակից է ձերբակալվել, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Եռլիքայան։ Ըստ իրավապաշտպան կառույցների ձերբակալվածների թվում առնվազն 10 լրագրող կա։ Ուկրաինայի հարցով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում այսօր հանդիպել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պատվիրակությունները։ Դռնփակ հանդիպման ընթացքում կողմերը քննարկում են Սևծովյան նախաձեռնության հնարավոր վերսկսումը, որը վերաբերում է Սև ծովում նավագնացության անվտանգությանը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Էռիադում երեկ էլ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումն է տեղի ունեցել, որի ավարտին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը քննարկումը գնահատել է կառուցողական և բովանդակալից։ Ռուսական զորքերն այսօր հրթիռային հարվածներ են հասցրել Սումիին, Ազատության ուկրաինական ծառայության թղթակցի փոխանցմամբ հարվածի հետևանքով կան տուժածներ։ Սումիի քաղաքապետի պաշտոնակատար Արտեմ Կոբզարը հայտնել է 28 վիրավորի մասին, այդ թվում 4 երեխա։ Պաշտոնյայի խոսքով ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել քաղաքի կենտրոնին, վնասվել են բարձրահարկ շենքեր։